Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ում վերահսկողության տակ է քո կյանքը։ Ինչը կարող է ավելի տագնապալի լինել, քան անզորության ու անկարողության միտքը։ Այս ամենն իմ ուժերից վեր է։ Դա կարող է լինել ընտանեկան լարված հարաբերությունների առնչությամբ, ամուսնու կամ կնոջ բնավորության վատ գծերի, տան կամ աշխատանքային պարտականությունների, առողջական, ֆինանսական, հոգեբանական կամ մեկ այլ խնդրի պատճառով։ Սիրելի՛ բարեկամ, ցավոք մենք հաճախ ենք փորձում ամեն հոգս մեր ուսերին վերցնել և փոխել իրավիճակն ու մարդկանց բնավորությունները։ Բնականաբար, նման մոտեցման ժամանակ մենք թևաթափ ենք լինելու, որովհետև շատ իրավիճակների ու մարդկանց փոխելը իրապես մեր ուժերի սահմաններում չէ։ Խնդիրը նաև այն է, որ նման մոտեցումը մեր կյանքի իրավիճակներին տեղ չի թողնում Տեր Աստծու միջամտության համար։ Հենց այն նույն պահին, երբ մեզ թվում է, թե մենք բավականաչափ խելացի ենք և հմուտ, որպեսզի կարողանանք վերահսկել ամեն բան, և մեր խնդիրները չենք հանձնում Տեր Աստծու վերահսկողությանը, սթրեսը զգուշորեն ու աննկատ սկսում է սողոսկել մեր կյանք։ Աստված բարի է և ուզում է օգնել մեզ, բայց Նրանից օգնություն ընդունելու համար մենք պետք է մեր հույսն ամբողջությամբ Նրա վրա դնենք։ Տերն ուզում է, որ մենք Իր խաղաղության մեջ մտնենք, որպեսզի Նա մեզ ամբողջությամբ պարուրի Իր հայրական խնամքով ու հոգատարությամբ։ Շատ հեշտ կլիներ պարզապես ասել. «Տե՛ր, ես վստահում եմ Քեզ իմ բոլոր հոգսերը և ազատվել սթրեսից ու ճնշումներից»։ Ցավոք, միայն ասելը շատ դեպքերում ոչինչ չի փոխում։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք մեր հոգսերը Տեր Աստծուն հանձնում այնպես, որ ոչ մի կասկած ու անհանգստություն չմնա մեր սրտում։ Մեր բարի Տերը Իր Խոսքի մեջ տալիս է նաև այս հարցի պատասխանը։ Տեր Հիսուսը փոխանակում է առաջարկում. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և Ինձնից սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» Եթե մենք դառնանք Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտները, ձգտենք մեր որակներով, բնավորությամբ ու կյանքի սկզբունքներով նմանվել Նրան և մեզ վրա վերցնենք Նրա լուծը, Նրա հոգսը մարդկանց փրկության համար, ապա Նա մեր ուսերից կվերցնի մեր բոլոր մյուս հոգսերը՝ վախերը, տագնապներն ու անհանգստությունները։ Տեր Հիսուսը փոխանակում է առաջարկում, և այդ փոխանակումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք որոշում ենք կայացնում դառնալու Նրա աշակերտները, ապրելու այս կյանքը Նրա ուսուցանած սկզբունքներով և գործելու, կորածին որոնելու և ապրեցնելու Նրա տված առաքելության մեջ։ Երբ մենք Աստծուն վստահելու ամենօրյա որոշում ենք կայացնում, Նա Իր օրհնություններն է բերում մեր կյանք և հոգում է մեր բոլոր կարիքները։ Թույլ տուր հարցնել. «Ո՞վ է վերահսկում քո կյանքը։ Ո՞ւմ ես դու վստահում քո ապագայի ծրագրերը»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որոշում կայացրու ապրելու այս կյանքը Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։ Փակի՛ր դուռը տագնապների ու անհանգստությունների առջև՝ քո կյանքի բոլոր բնագավառները Տիրոջը վստահելով։ Նա գիտի ինչպես առաջնորդել քեզ քո կյանքի բոլոր դժվարին հանգրվանների մեջ։ Երբ դառնում ես հավատարիմ աշակերտ, քո կյանքի ընթացքը Աստված է սկսում կառավարել։ Նա կվերցնի քո ուսերին ծանրացած բոլոր բեռները և կորոշի քո ընթացքի օրհնյալ ուղղությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։